Իսկ չասեց ուրա։ Չէ։ Եվան։ Կարևոր չի օֆիսից համամ։ Լավ, դու խոսա, ես էլ գնամ դեղ խմեմ, խացարից գլուխս պայթում։ Ալո։ Բարև վռամ։ Բարև Լալա։ Երեք զանգելու Նարեից էիր հարցնում, դրա համար եմ հիմա քեզ զանգել։ Ասում եմ, որ հանգիստ լինես։ Ինչի գիտես ուրա։ Նարեն ինձ մոտ է։ Բա երեք ասում էիր տեղեկություն չունես Լալա։ Ձեռ ես առնում։ Կլինի առանց ենթադրություններ անելու ուղակի լսես ինձ վրամ։ Նարեին այսօր եմ ինձ մոտ բերել ու ասում եմ ուղակի, որ անհանգիստ չլինես։ Ես ոնց կարամ հանգիստ լինեմ, որ գիտեմ Նարեն քո մոտ է, հա։ Որ փողոցում լիներ ավելի հանգիստ կլինեի։ Հենց հիմա ես գալիս եմ քրոջս հետևից։ Նարեն էստեղ է մնում վրամ։ Էդ դու չես որոշում քուրս որտեղ է մնում Լալա։ Ասա թող պատրաստվի գալիս եմ։ Հորքուր։ Բան է եղել։ Չէ։ Ոչ մի բան։ Բայց լարված ես մի տեսակում հետ էիր խոսում։ Վրամի հետ էի խոսում։ Հա, ամեն դեպքում դու քո ասածը արեցիր։ Այստեղ է գալիս։ Գալիս է, որ քեզ տուն տանի։ Ես ուրիշ բան չէի էլ պատկերացնում, որ դու կասես։ Դե վրամի համար ես եմ խնդիրը։ Ուղղակի այս պահին քո երեխայի կյանքն ու առողջությունն է կարևոր։ Ու ես չեմ ուզում, որ մի թեման խառնենք մյուսի հետ ու արդյունքում էլի դու տուժես։ Ես մեկա չեմ գնալու։ Ով ուզում է գա, ես չեմ գնալու ստեղից։ Եթե քեզ խանգարում եմ, քո համար անցանկալի եմ, ստեղից է կգնամ ու հաստատ ինչ որտեղ կգտնեմ մնալու համար, բայց այդ տուն հետ չեմ գնալու։ Սոն ես դուրս եմ գալիս։ Ուր։ Սոն պապան իր սենյակում է քնած է հիմա հանգիստ։ Հա, երևի արդեն իսկականից քնաբերի ժամն է, դրա համար էլ մամադ գնացել է Նարեի սենյակ։ Ես հիմա Լալայի մոտ եմ գնում Սոնա։ Ինչի։ Որովհետև Նարեն ընդեղ է, բայց չպիտի ընդեղ լինի։ Մտածում ես հիմա էլ Նարեին ընտանիքի դեմ կտրամադրի։ Նարեն վաղուց ընտանիքի դեմ տրամադրված է Սոնա։ Ուղղակի հիմա Լալայի ձեռքում շատ ուժեղ գործիք կդառնա։ Մի խոսքով դուրս եմ գալիս, որ մի բան լինի կզանգես, եղավ։ Հանգիստ տեղի ոչ մի բան չի լինի։ Սոն ցավում է էլի։ Կանցնի վրա։ Իմ երեխեն պաշտպանություն է փնտրում ոչ թե իր սեփական տանը, այլ տնից ինչքան հնարավոր է հեռու։ Ծանր եմ տանում, որովհետև իմ երեխեն հղի վիճակում դուրս է եկել տնից ու հիմա չգիտեմ որտեղ է։ Սոված է թե չէ։ Քնելու տեղ գտել է թե չէ։ Ահա որ ծանր եմ տանում, որ իր սեփական ծնողի կողքին այնքան ապահով չի, որ գնացել է տնից ու
կտրել բոլոր կապերը։ Իսկ գիտես ամենածանր ինչն եմ տանում, որ այսքան բան է կատարվում ու դու մինչև հիմա չես ընկալում ու չես ընդունում, որ հերդ շատ վատ վիճակում է։ Մենք էլ տան պայմաններում չենք կարող նրան օգնել։ Նրան հոգեբուժարան է պետք տանել։ Սակո, ընդամենը մի քանի րոպե առաջ դու քո հարսին էիր խեղդում։ Չես հիշում։ Հիմա պիտի ասես չէ, ես էլ քեզ թվում է պիտի հավատամ։ Հերիքա Սակո, էլ չեմ դիմանում, մինչև կոկոտս կուրտեմ։ Ոչ մեկս չենք դիմանում։ Դու կարողանում ես տենց ապրել, բայց մենք էլ չենք կարողանում, Սակո, չենք կարողանում։ Անի քեզ թվում է ես դիտավորյալ եմ անում, հա? Որ որևէ մեկիդ վնասեմ։ Ես հավատում եմ նրան, ինչ տեսնում եմ։ Ու հերիք օգտվես ես քո վիճակից։ Ինչ ա ուզածդ։ Նարեն արդեն տնից գնացել է։ Ուզում ես վռամներ գնա։ Ու քեզ թվում է, որ երեխեքը գնան տնից, ես քո կողքին եմ մնալու։ Չէ, Սակո, չեմ մնալու։ Դու մենակ ես մնալու քո չարության ու մաղձի հետ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Վրամն այստեղ ոնց որ թե բարձրանում է արդեն։ Փաստորեն շուտ ուրախացա, հա, որ ասացի ստեղ հանգիստ է։ Կուզես ես խոսեմ հետը։ Չէ, պետք չի։ Տնից դուրս ես եկել, որ գաս ստեղ։ Բարև, Վրամ։ Քամար ինչ տարբերություն թե ես որտեղ եմ։ Իրերդ հավաքի տուն ենք գնում Նարե։ Չէ, ես ոչ միտեղ չեմ գալու։ Նարե, առանց ձետ էլ ջղայնացած եմ։
ասում եմ իրերդ հավաքի գնանք տուն։ Վրամ, չէ։ Ես տուն չեմ գալու։ Ինչի՞ չես թողում գոնե մի անգամ ինքս ինձ ընտրեմ։ Մտածեմ իմ լավ լինելու մասին, ոչ թե մտածեմ, որ դուք լավ լինեք։ Գոնե դու ինձ հասկացի։ Դու շատ լավ գիտես, շատ լավ հասկանում ես, ինչի համար եմ ես այդ տնից դուրս եկել։ Լավ, քո համար այդքան մեկ է իմ երեխան։ Ընդհանրապես չես մտածում իմ մասին։ Ինչի ես ուզում ինձ հետ տանես։ Նարե, արի ստեղից դուրս գանք, հանգիստ կխոսանք, հա։ Չես ուզում տուն գաս, տուն չենք գնա, քո համար տուն կվարձեմ, բուժքույր կվարձեմ, կբերեմ մոտդ, քեզ կխնամի, քո համար ամեն ինչ կանեմ, դու լավ կլինես։ Բայց դու Լալայի մոտ չես մնա։ Ինչի Լալայի մոտ չես ուզում որ մնամ։ Վրամ, ես հասկանում եմ, որ անհարմար իրավիճակ է ստեղծվել, բայց այդ չի նշանակում, որ Կարաս դու ընդհանրապես սուս մնաս, Լալա։ Հարմար առիթ է, չէ՞ որ Նարեն ստեղ է։ Շատ հեշտ կլինի քո կողմը քաշել։ Հեշտ կլինի հորս ու մորս դեմ տրամադրել Նարեին։ մի րոպե ուշքի արի։ Ես քեզ թույլ չեմ տվել ինձ այդ նման տոնով խոսել։ Հորքուր, որ շատ խնդրեմ դուրս կգաս, ես Վրամի հետ խոսեմ։ Վստահ ես։ Հա։ Նարե, ոնց չես հասկանում, թե ես քեզ ինչ եմ ասում։ Հավատա, ես շատ լավ եմ քեզ հասկանում։ Ուղղակի լինում են իրավիճակներ, որ ստիպված ես ընտրել վատի ու վատագույնի միջև։ Շատ լավ է որ տանն ես։ Ասել էիր նստեմ քեզ սպասեմ, ես էլ տեղիցս չեմ շարժվել։ Շատ լավ է որ հումոր անելու տրամադրություն ունես։ Ինչ կամիքո։ Ասել էիր Սաքոյի հետ կապված բան կա ասելու։ Էնա ինչ ես եմ մտածում։ Հայկո, դու տեղյակ ես այդ տանը կատարվող իրադարձությունների մասին։ Չէ։ Սաքոն վատ է, գիտեիր։ Չէ, գիտեմ, որ Նարեն տնից գնացել է։ Բայց այն նպատակով, որ երեխուն փրկի։ Բայց որ Սաքոն վատ է, չգիտեի։ Սոնան Լիլիթին ասել է, որ Սաքոն շատ վատ է։ Կարող է հոգեբուժարան տանել։ Հայկո, չգիտեմ։ Ես է դու էլ մեր չափաբաժին մեղքը ունենք մեր հոր առաջ։ Այսքան տարի չենք հետաքրքրվել, չենք իմացել ուր է։ Հավատացել ենք այն ինչ մեզ ասել են։ Ու հիմա հնարավորություն կա վրեժը լուծելու, բայց այդ Սաքոն է տորինա, չգիտեմ է որն է ճիշտը։ Սաքոն ինքն իր դատավճիռը տեսնում է փաստորեն։ Բայց մի հատ էլ բայց կա։ Ինչ բայց։ Իսկ եթե ինքը իմացել է, որ մենք ուզում ենք վրեժը լուծենք, ու տենց ձև է բռնում իրան։ Սաքոն։ Հա, Հայկո, իրան գժի տեղ է դրել էլի։ Հայկո, մենք մեր ուսերին խաչ ունենք, ու այդ խաչը անելու մի տարբերակ կա, որ պետքա սպանենք դրան։ Բայց եթե Սաքոն չի խաբում, իրոք այդ վիճակում է, ինչ պետքա դրանից պահանջենք։ Ուղղակի ուրիշ է, երբ որ տենում ես այդ մարդը ոնց է խեղճանում քո առաջ։ Բայց հիմա ինչ պահանջենք Սաքոյից։
Ճիշտ են ասում, որ մարդ մեռնելու համար պիտի բախտ ունենա։ Ես ոչ ապրելու համար ունեցա, ոչ էլ մեռնելու։ Երևի այնտեղ վերևում Աստված էլ անգամ պատրաստ չի ինձ պես մեղավորին ընդունելու։ Չգիտեմ կամ էլ ես դեռ այնքան չեմ տանջվել, որ հոգիս ավանդելու շռայլությունն զգամ։ Ով կմտածեր, որ այն սաքոնում առաջ բոլորը զգաստանում էին, ով իր երեխեքի հպարտությունն էր, այսօր պիտի դառնա ոչ մեկ։ Մարդուն էլ թշնամի պետք չի, երբ որ իր խիղճը մաքուր չի, որովհետև սեփական խիղճը ամենադաժան թշնամուց էլ վտանգավոր է։ Իմ երեխեքն ու ընտանիքս կրակն են ընկել իմ ձեռքը։ Ես եմ թաղված մեղքերի մեջ, բայց իրենք են պատասխան տալիս։ Հերիկա, ես մի անգամ օգնություն խնդրեցի, բայց հիմա եմ հասկանում, որ այդքան ուժեղ չեմ այդ օգնությունն ընդունելու համար։ Մեկի համար օգնություն է, իրեն պարզած ձեռքը մյուսի համար լսված լինելը, իսկ ինձ համար եղած օգնությունը սպիտակ զսպաշապիկի տեսքն է ունենալու։ Ես պատրաստ չեմ դրան։ Եթե անգամ ձեռք ու ոտքս 1000 կապով կապեն մեկա, իմ մղձավանջները հիշողություններն ու ներքին ցավը զսպել չի լինի։ Ես պատրաստ չեմ դրան։ Նարե, Վռամ, Կարո, Անիկ, ներեք ինձ, եթե կարող եք։ Ձեզ ինչ-որ բանով օգնեմ։ Քեզով կանչեց, որ եկար։ Գնա այստեղից։ Ես ուղղակի… Ոչ մի ուղղակի, գնա ինձ քո օգնությունը պետք չի։ Գնա!
Ինչ ես անում։ Ինչ ես անում, ինձ ասա հասկանամ։ Ինչ ես վերցնում են, ինչը քոնը չի։ Ինչ էր ջրի մեջ։ Քեզ ինչ։ Ինչ ես հայտնվում այնտեղ, որտեղ որ պետք չես։ Սոնա, ինչ եղավ։ Սոնա, Անիկ, վրամ, ով կա տանը, հասեք, օգնեք, Անիկ։ Շուտ արա, զանգիչտապ օգնություն, արագացրու։ Ես ինչ ես արել նորից։ Արագացրու, զանգիչտապ օգնություն, ասում եմ, մերնումը։ Սոնա։ Ալո, բարև ձեզ, շտաբ կանչ գրանցեք։ Արեք, խնդրում եմ։ Երիտասարդ աղջիկ անգիտակից վիճակում։ Ահա, հիմա ասեմ։ Ես չեմ ուզում ստացվի ինձ, որ ինչ-որ հուզիչ տեքստեր եմ հիմա քեզ ասում, Նարե, որովհետև էդ ընդհանրապես իմ մասին չի գիտես, բայց մեր ընտանիքը քանդվում է։ Ես քեզ հասկանում եմ ինչի համար ես տնից դուրս եկել, բայց քո ստեղ գալը ամենամեծ սխալն էր, որ կարայիր անեիր։ Ես իմ փորձից եմ ասում, Նարե, Լալայի ազդեցության տակ ընկնելը շատ հեշտ է, խնդրում եմ մի արա տենց բան։ Ես հասկանում եմ դու ինչ ես ասում։ Ես Լալային ավելի վաղուց եմ ճանաչում, քան դու։ Ուղղակի իմ ստեղ մնալը իմ համար ապահով է։ Նարե, քո համար ապահով է, բայց ես ինձ ապահով չեմ զգում, որ դու ստեղ ես։ Էլի եմ ասում, Նարե ջան, քո համար ամեն ինչ կանեմ, տուն կվարձեմ, կգնաս առանձին կապրես։ Կուզես Սոնային կուղարկեմ մոտդ, բուժքույր կբերեմ, ամեն ինչ կանեմ քո համար, որ լավ լինես։ Մենակ խնդրում եմ քեզ Լալայի մոտ մի մնա։ Մեր ընտանիքից ոչ մի բան չի մնացել, Նարե։ Ու Լալայի միակ նպատակը մեր ընտանիքը քանդելն է, ինքը դրա համար է Հայաստան եկել։ Դու հիմա մամայի տեքստերն ես կրկնում։ Նարե, ես մամայի տեքստերը չեմ կրկնում։ Ասում եմ, այն ինչ որ իմ մաշկի վրա ես զգացել եմ։ Ես շատ լավ հասկանում եմ դու ինչ ես ասում, բայց ստեղ մնալը իմ համար ապահով է։ Հավատա, ես էլ եմ լավը վատից տարբերում։ Ես շատ շնորհակալ եմ, որ դու եկել ես։ Ես շատ շնորհակալ եմ, որ դու ուզում ես ինձ օգնես, քո օգնությունն ես առաջարկում։ Բայց դու գիտես պապան ինչ փորձությունների է ենթարկում բոլորիս, հատկապես ինձ։ Հասկացի, որ ես հիմա ուղղակի չեմ կարող գամ հետ այդ տուն։ Դու չես հասկանում ես քեզ ինչ եմ ասում։ Ես ուղղակի շատ լավ հասկանում եմ, որ այս աշխարհում բոլորը իրենց շահերից ելներով են առաջնորդվում։ Ես էլ հիմա մտածում եմ իմ ու իմ երեխու ապահովության մասին, որովհետև ուրիշ ոչ մի կարևոր բան չկա իմ համար։ Նարե։ Չէ, խնդրում եմ, ոչ մի բան մի ասա, մի շարունակի։ Ես հետ չեմ գալու։ Դու հիմա իմ մասին մտածելով չես ուզում ինձ հետ տուն տանես։ Ուղղակի չես ուզում, որ Լալան իմ միջոցով ինչ-որ բան անի, ինձ իշահ իրան օգտագործի։ Հենց տենց էլ կա, Նարե։ Լալան քեզ իր շահի համար է ստեղ բերել։ Հա, ես չեմ բացառում, որ հնարավոր է, որ տենց լինի, իսկ ով ասեց, որ ես էլ իմ շահի համար ստեղ չեմ։ Վայ, վրավի չես աջատում։ Նարե։ Լսի, ոչ մի բան մի ասա, թող մի անգամ էլ ես իմ շահի համար լինեմ ստեղ, թող իմ համար անհանգստանան, մտածեն, դողան իմ առողջության ու հանգստության համար, թեկուզ եթե դա անում են հետին մտքով։ Նարե, քեզ ավելի լավ է դու լինես
Մեր տանը պապայի հետ, քան ստեղ մենակ, տանը գոնե մենք կանք, կողքդ ենք, իսկ ստեղ դու մենակ ես։ Վրամ, լավ, խնդրում եմ քեզ, եթե դու եկել ես ինձ համոզելու, այլ ոչ թե նրա համար, որովհետև անհանգստանում ես իմ համար, ուրեմն ասեմ, որ իզուր ժամանակ ես կորցնում, որովհետև ես այդ տուն հետ չեմ գալու։ Նարե մի ստիպիկ հո կամքին հակառակ քեզ վերցնեմ ու տանեմ ստեղից։ Ու քեզ թվում է այսքանից հետո ես հետ կգամ։ Ինչի ես տենց վախեցած Լալայից։ Այսինքն քո համար ավելի վտանգավոր է Լալան, քան այն, որ ես շատ պատահական մի օր կարամ երեխուս կորցնեմ, թե դու էլ ես այդ ուզում։ Նարե ինչ ես խոսում, հասկանում ես դու։ Այսքան խոսացի, որ դու այդ հասկանաս։ Վրամ, դե պատասխանի, խնդրում եմ, պատասխանի։ Եթե այդքան զանգում, ուրեմն կարևոր է պատասխանի։ Ասա մամա, եթե անջատում եմ, ուրեմն հարմար չի, հետո կզանգեմ։ Բանես, խնդրում եմ, չանջատես, հա։ Ինչ ա եղել մամ։ Հենց նոր Սոնայից շտապօգնության մեքենայով տարան հիվանդանոց։ Ես չգիտեմ ինչ անեմ։ Չգիտեմ, հորը թողն եմ մենակ, կգտնեմ իրան ոչ թե չէ, խնդրում եմ, հասիր Սոնայից, շատ եմ խնդրում, արագացրու։ Մամա, մի րոպե Սոնային ինչի են հիվանդանոց տարել, որ հիվանդանոցն է, ասեք գամ։ Մի րոպե։ Հասկացա, գալիս եմ։ Նարե, ինչ ա եղել։ Հոր քուրսոնան հիվանդանոցում մանրամասները չգիտեմ, պիտի գնամ, հետո հետ կգամ ստեղ։ Բայց ոնց ինչ ա եղել։ Հոր քուր ասում եմ չգիտեմ։ Հուսամ այն չի եղել, ինչ ես մտածում եմ։ Հուսամ քո ձեռքերը Սոնային չեն հասել Սաքո։ Սաքո կբացատրես ինձ հասկանամ, ինչի էր այդ աղջկա բաժակի մեջ այդքան դեղ լցրել։ Ես չեմ հասկանում, դու մի բան անելուց առաջ մտածում ես։ Առավոտյան այդ աղջկան խեղդում էր, հիմա մահափորձ ես անում, գժվել ես։ Անիկ ինչեր ես դուրս տալիս։ Ասում եմ, այդ բաժակի մեջ հա դեղ լցրել եմ, շատ եմ լցրել, բայց ինձ համար եմ լցրել, ինձ համար ա եղել, ոչ թե Սոնայի։ Ինչ ես խոսում։ Բա դու ինչ ես խոսում։ Էլի եմ ասում, Անիկ, այդ դեղերը ինձ համար ա եղել, պիտի խմեի, մեռնեի, պրծնեի ձեզնից։ Ես էլ չգիտեմ ինչ մտածեմ Սաքո։ Գոնե հաշվի առնեիր, որ տղայիդ կինն է։ Հա ես էլ չեմ սիրում այդ աղջկան, ես էլ եմ իրա մեջ թշնամի տեսնում, բայց ունենք այն ինչ ունենք, ուզես թե չուզես, մեր տղայի կողակիցն է։ Դու հիմա ոչ թե Սոնային, իրա հորը կամ իրա աղբերներին ես վնաս տալիս, այլ մեր տղային Սաքո։ Անիկ դու չես լսում ես ինչ եմ ասում։ Ասում եմ այդ ամեն ինչը ինձ համար ա եղել, ինձ համար։ Ով էր ասում գնար այդ ջուրը խմեր այդ աղջիկը։ Ոչ առավոտ, ոչ իրիկում, ոչ ցերեկ։ Ես այդ աղջկա դեմ դիտավորյալ ոչինչ չեմ արել, Անիկ։ Հասկացեք վերջապես։ Դիտավորյալ արել ես թե չէ, բայց փաստը մնում է այն, որ այդ աղջկան հիվանդանոց տարան։ Ու մեծ հարց է, ողջ կմնա թե չէ։ Ու դու հավատում ես, որ Սոնան շփոթել է բաժակը։ Հա, փաստորեն հավատում ես։ Վրամ երդվում եմ, իմ սիրտը ցավում է Սոնայի համար, աղոթում եմ, որ հանկարծ անդառնալի ինչ-որ բան չլինի, բայց դու պատկերացնում ես, եթե ես լինեի այդ տանը, ով էր երաշխավորելու, որ իմ հետ ոչ մի բան չէր լինելու։ Իսկ դու այսօր եկել ինձ համոզում ես, որ մեր տանը ավելի ապահով է, քան Լալայի մոտ։ Էսա քո ապահովությունը։ Թե եթե մի բանը Նարեին է վերաբերվում, ոչինչ կարելի է, մինչև ձեր մաշկի վրա չեք զգում այդ ցավը, չեք հասկանում ոչ մի բան։ Նարը չես տեսնում, որ լավ չեմ, հիմա գոնե կարաս 2 րոպե սուս մնաս, հա դու ճիշտ ես, հասկացանք ճիշտ ես, սուս մնա 2 րոպե։
Բարև ապա։ Բարև Լալա։ Ալո։ Լալա։ Հա, լսում եմ։ Դու ես զանգի, ես եմ քեզ լսում։ Ինչ ա եղել։ Դու որտեղ ես հիմա։ Եթե ուզում ես հանդիպես, մի անգամից ասեմ։ Հարմար չի գործեր ունեմ։ Գործերդ հաստատ կսպասեմ, որովհետև այն ինչ հիմա ասելու եմ դու չգիտես, բայց անպայման պիտի իմանաս։ Նորից եմ ասում, ինչ ա եղել։ Ես մանրամասներ չգիտեմ, բայց քո աղջիկը Սոնան հիվանդանոցում է։ Ես չգիտեմ ինչ ա կատարվել, բայց կարծում եմ սա քոն կապ ունի, որովհետև այդ լուրն իմանալու պահին Վրամն ու Նարեն ինձ մոտ էին։ Մի րոպե սպասեք, էլի խնդրում եմ։ Ձեզ մոտ քիչ առաջ մի երիտասարդ աղջիկ եմ բերել։ Հա, իմացա ում մասին է խոսքը։ Ես իր ամուսինն եմ, որ խնդրեմ կասեք ինչ վիճակում է ինքը հիմա։ Այս պահին ձեր կնոջ վիճակի մասին ոչինչ ասել չեմ կարող, բացի նրանից, որ վերակենդանացման բաժնում է։ Ես էլ եմ հիմա այնտեղ շտաբում, կներեք, ժամանակ չեմ կարող կորցնել։ Վրամ, լսի, չհուսահատվես հանկարծ, լսում ես ամեն ինչ լավ է լինելու։ Սոնայի հետ ամեն ինչ լավ է լինելու։ Ինչն է լավ լինելու, Նարե։ Ես ոնց հավատամ, որ լավ է լինելու, եթե papan առավոտ ուզում էր Սոնային խեղդել, իսկ երեկոյան էլ բաժակի մեջ ինչ-որ դեղ է լցրել։ Ոնց փորձում էր խեղդել։ Ես պիտի Լիլիթին չլսեի, գնայից Սաքոին սպանել։ Միքո, հիմա պիտի հասկանանք ինչ ա եղել։ Եթե Սաքոն իրականում կապ ունեցավ այս ամեն ինչի հետ, չնայած կապ չունի Սաքոն թե Վրամը, այդ երկուսից որ մեկն էլ կապ ունեցան, ու Սոնայի մազը հանկարծ ծռվեց, երկուսի վերջն էլ եկել է։ Հայք ինչ ուզում ա եղած լինի, պիտի Սոնային հետ բերենք տուն, հիվանդանոցից հենց դուրս ա գրվում, բերում ենք տուն։ Հիմա այն վիճակն է, որ Նարեն էլ է գնացել այդ տնից, փախել է իր սեփական հորից։ Պարզ չի, որ Սաքոն կապ ունի Սոնայի վնասելու հետ։ Ուր աղջիկս արա։ Ինչ ա եղել։ Ինչ ես արել։ Ինչ ա կատարում բացատրի ինձ։ Դու հերդ ձեր կյանքով եք պատասխան տալու։ Ողջ կթաղեմ երկուսիդ էլ։ Լսում ես ինձ։ Դուք երկուսիդ էլ նստեք ու մենակ աղոթեք, որ հետը մի բան չլինի։